Բարև ձեզ հարգելի հետևորդներ, այժմ ես դուրս եկա եթերի, արագ եթեր եմ անելու, որովհետև մի քանի կարևոր գործ ունեմ, հանդիպումներ ունեմ, այսօր արագ եթեր կանեմ։ Առաջի հարցը ուզում եմ անդրադառնալ Հայաստանում զինարդյունաբերող ֆիրմաներին, որոնք աշխատում են հակահայ սիստեմով եւ նրանց հատկապես կատարած գործողությունները, որ հայկական արտադրության հայերը, որոնք փորձում են զենք արտադրել նույնիսկ միջազգային կարգի հզորագույն զենքեր, ամեն ինչով փորձում են կասեցնել դա հակահայ գործողություններ անելով։ Հատկապես նրանցից, ով որ հենց այդ հանձնաժողովի ղեկավարն է, ուզում եմ ասել անունը Սարգիս Սամվելի Հայոցյան, որին նշանակել են բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի ղեկավար, այս Հայոցյանը կանգնած հայ այն մարդիկ, ովքեր զենք են արտադրում, լավագույն, նրանց ասում է, ախպեր, ես ինչ եք ուզում անեք, փող չկա, բան չկա, ասում են, իսկ ինչ պիտի լինի, ասում է, բերեք տանենք տանք թշնամուն, Միչայլոս Նիկոլի քիպն է, տանենք տանք դրսի երկրները փորձեն նոր բերեն, թշնամուն չէ, այսինքն Հայոցյան դուրս է գալիս, որ տանենք տանք Ադրբեջանը փորձի տեսնի դի լավ զենք է, հա, օգտագործի մեր դեմ, նոր դու բերես տեսնես, ասում են, բա մեր հայրենիք ասում արա, ինչ հայրենիք, ու սրան տվել են պոստի։ Հայոցյան, դու նույնպես ընկարեն սև ցուցակը, որ ցմա դատվելու ես Հայաստանի Հանրապետությանը միտումնավոր կերպով, որպես թուրքերի շպիոն վնաս հասցնելու համար։ Ես սա լրիվ լուրջ եմ ասում քեզ, Հայոցյան, դու եկար հասար համարյա երկրորդ, երրորդ տեղը Նիկոլից հետո։ Բոլոր են ռազմական ղեկավարների նկատմամբ, որոնք Նիկոլի թիմից էլի, Սերժի Ուքոչյանի, Լևոնի թիմից չէ, այն բոլոր ռազմական ղեկավարները, որոնք կատարում են այդ գործողությունը, որոնք դեմ են դուրս գալիս Հայաստանի Հանրապետությանը, փորձում են Հայաստանի գյուտերը ներկայացել որպես ամբորակ գործ, որը Միչայլոս բավական հետաքրքիր է, կամ էլ բավարար այդքան ամբորակային չես ասում, 10 անգամ քիչ փող տամ, սարքեք, 10 անգամ քիչ 10 անգամ քիչ, դու կես միլիոնած կամ 400,000-անոց գործի համար ուզում ես $30,000 տաս, ասես սարքեք, հա, ու ասում ես հայրենիքը որն է, ինչ հայրենիք, հա, տանք դուրսը փորձեն բերեն, այսինքն դու ուզում ես թուրքը փորձի նոր բերի, հա, սա է քո ուզածը։ Հաջորդ հարցը ուզում եմ անդրադառնալ նաև Գյումրու Վարդանիկին, որ ասում է, որ մենք պապենական, եսիմինչ, մենք պիտի ժողովրդին ով բան անում, Գյումրեցու թասիբ եւ այլն։ Ուղղակի ասում եմ, Վարդան Ղուկասյան, դու հերթական հանցագործներ, որը միշտ մնացել ես, նույնն էլ քո առած հայտարարությունը, որի համար դատական գործ առնելու քո հանդեպ եկեղեցիում հոգեվորական կսպանեմ դրա համար, հիմա էլ կանգնի ասում ես, եսիմինչ, հին հայոց պատմություն եւ այլն, հայտարարություն ես տարածել, թե Գերմանիայի կառավարությունը եղավ գերմանական Բունդեստագի նման, դու ինչքան հաց ու պանիր պետք է ուտես, դու ինչքան պետք է ապրես, 5000 տարի էլ ապրես, դու չես հասնի, ընդհանրապես չես հասնելու դու Գերմանիայի Բունդեստագին։ Եվ մյուսը, ինչի մասին ուզում եմ խոսեմ, շատ հետաքրքիր է, ուզում եմ խոսեմ հիմնականում Իրանի հակառակ պատասխանը Թուրքիային, որ խիստ զգուշացրել է այն երկրներին, հիմնականում Սաուդյան Արաբիա, ավելի շատ զգուշացումը Սաուդյանին չգնաց, բայց ուղղակի ցիտեց, որ չասեն, մենակ Սաուդյանին չասեց։ Բրունեյ, ներողություն, Բահրեյն, Քաթար, Քուվեյթ եւ Էմիրատներ ու Օման, հանկարծակի եւ Թուրքիա պաշտպանել եք իրար կամ Ամերիկային մեր մասին ինֆորմացիա եք տվել, ուղիղ հարձակման եք ենթարկվելու մեր կողմից։ Բարձա։ Սա էլ Թուրքիայի վերջնագիրը, որ վերջի վերջով Իրանից լսվեց։ Մի հատ Ադրբեջանի, մի հատ է Թուրքիային։ Այն, որ ասում էի գալու է ժամանակը, որ Թուրքն ու Պարսիկը, ջհուդն ու թուրքը իրար ուտեն, սա հարցի մյուս կողմը։ Դրա համար էլ այսօր դրությամբ ամեն ինչ գալիս ենք, նոմա իր տեղը, համբերենք, սպասենք, զինվենք համբերությամբ, մենք անենք մեր գործը ազգի առաջընթացի եւ մնացած գործողությունները կերևա։ Իսկ ինչ վերաբերվում է մնացած հարցերին, ամեն ինչը հերթով գալու է ընկնի իր տեղը։ Եվ վերջին ինչ վերաբերում է ռուսական հարցին, ասեմ ձեզ, որ նոր տպեցին Ռուսաստանի 24 թվի գրավված տարածքները ընդամենը 700 քառակուսի կիլոմետր։ Մի ծիծաղելի տարածք, 2-2.5 Երևան տարածք, 3 է չի լինի։ Լավ, 3 Երևան տարածք, հա, այսպես ասենք։ Հսկայական ռուսական բանակը, որը տվել է 300,000-350,000 զոհ։ Եվ գնալով էլ չունի մարդ հավաքելու, այնպես որ ովքեր փորձում են Հայաստանի կապել Ռուսաստանի հետ, հատկապես կոմունիստական վարդանիկներ, որ իրանց Պուտինը խոսք ատվել, հեսա 5 րոպեից ելնելու են Նիկոլին հետևել լպստեն, որովհետև առանց Նիկոլ փող չեն ստանալու, դրա համար էլ ըստ ժողովրդին գցում են իրանց փողի խաթեր վերցնում, այս պատից այն պատն են շպրտում։ Հարգելիներս, ես կարող եի այսօր անել բավական երկար եթեր,
բայց հաշվի առնելով, որ գործերով եմ մի քիչ կարևոր գործեր կա, մարդկանց եմ տեսնում եւ այլն, կներեք ինձ։ Այսքանով ավարտում եմ հաղորդումը եւ մաղթում եմ ձեզ լավ օր, հիշեք, որ հաղթանակը հայինն է։ Աստված մեր ներքին ու արտաքին թշնամիներին պատժելու է, ու մենք վերականգնելու ենք մեր մեծ հայրենիքը 610,000 քառակուսի կիլոմետր։ Ստեսություն ձեզ, ամեն։